այն ժամանակ երբ ես ծառայել եմ, ընդհանրապես չկար կարգապահական ժողով, եւ ուղղակի մի անձի, այսինքն կաթողիկոսի ստորագրությամբ մարդկանց ճակատագրեր էին կործանվում։ Այնտեղ մի, ասենք, բացատրություն էր գրվում, օրինակ անհնազանդության համար, օրինակ ես նշել եմ, որ ինձնից առաջ Մարշտոց վարդապետ Ժորոյանին են Վիեննայի հոգևոր հովիվին են տենց հեռացրել, ինքը շատ գերազանց ուսանող էր ընդդեղի համալսարանի եւ շատ սրբակենցաղ հոգևորական, բոլորը իրեն հարգում, պաշտում էին։ Եվ ասենք 3 ամիս էր մնացել ուսումը մագիստրատուրան ավարտեր, բայց կաթողիկոսը ասաց չէ, հետ արի, պետք չի ինձ քո դիպլոմը։ Ու քանի որ այդ տղան մերժեց, իրեն ուղղակի տենց աննազանդության համար կարգալույծ արեցին։ Հիմա, բայց մենք քանի որ մի քանի անգամ տես գրեցինք, բողոքեցինք, ստեղծել են այս մի քանի տարի առաջ կարգապահական հանձնախումբ կա, բայց ես ձեզ ուղղակի, քանի որ դուք հայկին եք, չեմ կարող ձեզ այսպես ուղղակի ասեմ, թե ինչպիսի անձնավորություններ են ներգրավված այդ հանձնախմբի մեջ, սա 18+-ին է, էլի արդեն վերաբերվում է, ինչպիսի եպիսկոպոսներ են, ինչպիսի բարքեր իրենք ունեն,